Վերլուծաբանների Իրանում անկարգությունները վերահսկվել են միջազգային խաղացողների կողմից, իսկ Ադրբեջանը որպես միջանցք է հանդես եկել։ Դրան զուգահեռ Ալիևի ռեժիմը կռվում է այսպես կոչված ահաբեկիչների դեմ, այն դեպքում, երբ երկրի բնակչությանը նոր համաճարակ է սպառնում։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իրանում տեղի ունեցող անկարգությունները համակարգվել են նաև Ադրբեջանի տարածքով։ Իրաքյան Նուջաբա շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Աքրամ Ալ-Քաաբին հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցած անկարգությունները եղել են կառավարվող եւ իրականացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության շրջանակում։ Նրա խոսքով անկարգությունների հիմնական համակարգումը կատարվել է Իրաքի Էրբիլ քաղաքից, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով։ Շեյխ Ալ-Քաաբին ընդգծել է, որ գործընթացը գտնվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի անմիջական վերահսկողության ներքո, նպատակ ունենալով թույլատնել Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունն ու ներքին անվտանգությունը։ Ալ-Քաաբին նշել է, որ սա կրկնվող սցենար է, որն արդեն կիրառվել է Սիրիայում, Իրաքում, Սուդանում, Եմենում եւ Լիբանանում։ Իսկ այս անգամ նրա գնահատմամբ այդ շղթայում ներգրաված է նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանի հակաիրանական գործողությունների մասին լուրերի ֆոնին Ալիևը ցույց է տալիս Իրանին, որ կռվում է չակերտավոր ահաբեկչական խմբավորումների դեմ, իրական վտանգները տարածքի ներսում պահելով։ Ռադիո-ինֆո Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանի լրատվամիջոցներում լայնորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր ԻԳԻԼ-ի անդամները պլանավորում են ահաբեկչական հարձակում իրականացնել Իսրայելի դեսպանության դեմ։ Ըստ ալիքի, ուղերձի իմաստը այն է, որ եթե վաղը որևէ անկարգություն կամ պատերազմ սկսվի եւ Ադրբեջանից իրականացվի հարձակումը Իրանի դեմ, դրա պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա չի դրվի։ Դա, ըստ Ալիևի ներկայացրած պատկերի, կլինի վերահսկողությունից դուրս գտնվող խմբավորումների գործը։ Թուրքիան ծրագրում է բուֆերային գոտի ստեղծել Իրանի հետ սահմանին։ Այս մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության զեկույցում, որը ներկայացվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Ըստ փաստաթղթի Անկարան մշակել է մի քանի սցենարներ բոլոր հնարավոր դեպքերի համար, այդ թվում բուֆերային գոտու ստեղծում, որը հնարավորություն կտա միգրանտներին պահել Իրանի տարածքում, թույլ չտալով նրանց մուտքը Թուրքիա։ Ամերիկյան առևտրային պալատը հաղորդում է, որ Ադրբեջանում մաքսային մարմինները հաճախ մանիպուլացնում են ներմուծվող ապրանքների արժեքները, այն իրականից շատ ավելի բարձրացնելով։ Սա հատկապես նկատվում է ոչ նավթային հատվածում։ Ներմուծողները նույնիսկ ներկայացնելով իրական գնման փաստաթղթեր, ստիպված են համաձայնվել մաքսային ներկայացուցիչների պահանջների հետ, խուսափելու համար տրանսպորտային միջոցների ուշացումից եւ հավելյալ ծախսերից։ Պալատն ընդգծում է, որ այս պրակտիկան բացասական ազդեցություն է ունենում տնտեսության մյուս ոլորտների վրա, առաջացնում է հակասություններ հարկ վճարողների եւ մաքսայինի միջև, բերում է բիզնեսի գործառնական կաթվածների եւ հավելյալ պահպանման ծախսերի։ Մահաբեր վիրուսի վտանգը կարող է հասնել նաեւ Ադրբեջան իշխանությունների վերահսկողության բացերի պատճառով։ Հաքինազի փոխանցմամբ Հնդկաստանի արևելքում արձանագրված Նիպահ վիրուսի վտանգավոր բռնկումը կրկին ցույց է տալիս, թե որքան խոցելի է գլոբալ առողջապահական անվտանգությունը միջազգային ակտիվ տեղաշարժերի պայմաններում։ Խոսքը հազվադեպ, բայց չափազանց ագրեսիվ վիրուսի մասին է, որի մահացությունը կարող է հասնել մինչև 75%-ի։ Ըստ կայքի վիրուսը սպառնում է նաև Ադրբեջանի։ Վերջին տարիներին Հնդկաստանի եւ Հարավարևելյան Ասիայի հետ ակտիվացել են զբոսաշրջային, գործարար, կրթական եւ բժշկական կապերը, ուղիղ եւ տարանցիկ թռիչքները, միջազգային ծրագրերի մասնակցությունը եւ երկարաժամկետ ուղևորությունները, որոնք մեծացնում են համավարակային ռիսկերը։ Ալիևի ռեժիմի պայմաններում, երբ առաջնահերթությունը ոչ թե հանրային առողջությունն է, այլ վիճակագրական հանգստությունը, Ադրբեջանը կարող է հայտնվել լուրջ կենսաբանական վտանգների առաջ, առանց պատշաճ կանխարգելման եւ թափանցիկ վերահսկողության։ Ադրբեջանում Ալիևի ռեժիմը նախատեսում է խուզարկություններ թույլատրել առանց դատարանի որոշման։ Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ են նախաձեռնել քրեական դատավարության օրենսգրքում, որոնցով նախատեսվում է խուզարկություններ եւ առգրավումներ իրականացնել առանց դատարանի որոշման։ Նախագիծը քննարկվել է Միլի Մեջլիսի համապատասխան հանձնաժողովում։ Փաստացի Ալիևի ռեժիմը օրինականացնում է ուժայինների անսահմանափակ միջամտությունը, թվային տիրույթ, մեծացնելով ճնշման ու վերահսկողության ռիսկերը լրագրողների, ակտիվիստների եւ ընդդիմադիրների նկատմամբ։ Բաքվում դատավորի որդին ծանր հանցանք է գործել, կնոջը դարակահարել եւ ինքնասպան է եղել։ Բաքվում 34-ամյա Էմիլ Ալիևը, Գաբալայի շրջանային դատարանի նախագահ Աբաս Ալիևի որդին, իր կնոջը հասցրել է 20 դանակի հարված, այնուհետև ինքնասպանություն է գործել, նետվելով Սպիտակ քաղաք բնակավայրի 16-րդ հարկից։ Կինը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Փաստացի այս դեպքը նորից բարձրացնում է հարցեր կապված իրավապահ համակարգում իշխանական կապերի եւ արտոնյալ իրավիճակների հնարավոր ազդեցության վերաբերյալ, գրում է Հաքինազը։ Բրիտանացի վիրաբույժն էլ Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների մարմիններից օրգաններ հանելու մեջ։ Բրիտանացի վիրաբույժ Հասան Աբու Սիտան հայտարարել է, որ 2025 թվականի վերջում փոխանակման արդյունքում վերադարձած պաղեստինցիների մարմիններից Իսրայելը առգրավել է օրգաններ, անցկացնելով օրգանային փոխպատվաստումներ։ Նշվում են նաև հեղուկ ազոտի հնարավոր հետքերի առկայության մասին, որը օգտագործվում է հյուսվածքների պահպանման համար։ Անցյալում էլ Իսրայելը հաստատել է, որ 1990-ականներին առանց ընտանիքների թույլտվության հանվել են մահացածների հյուսվածքները։ Իսրայելը այս անգամ չի մեկնաբանել մեղադրանքները, պնդելով, որ վերադարձված մարմինները ռազմականացված անձինք են եւ բանակը գործում է միջազգային իրավունքի շրջանակում։ Ադրբեջանում իշխանությունները պետական կարգով իմամների են հավաքագրում։ Ադրբեջանում պետական կոմիտեն կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի ոլորտում հայտարարել է մզկիթների համար հոգևոր առաջնորդների հավաքագրման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության երկրում բացվել են իմամների թափուր հաստիքներ 17 մզկիթներում, իսկ 31 մզկիթի համար որոնվում են նոր իմամների տեղակալներ։ Բացի այդ հայտարարվել է կրոնական արարողություններ իրականացնող անձանց ընտրություն, նախատեսված է 9 հաստիկ տղամարդկանց եւ 4 կանանց կրոնական ծեսերի համար տարբեր մզկիթներում։ Փաստացի Ալիևի ռեժիմը շարունակում է կրոնական ոլորտը պահել խիստ պետական վերահսկողության տակ, ձևավորելով պետության կողմից նշանակվող հոգևոր համակարգ եւ սահմանափակելով կրոնական ինքնուրույնությունը։ Ադրբեջանում ծնելիությունը հասել է պատմական նվազագույնի, սակայն իշխանությունները հրաժարվում են ընդունել սոցիալական պատճառները։ Հաքինազի փոխանցմամբ Ադրբեջանում գրանցվել է ծնելիության ռեկորդային անկում, անցած տարվա 10 ամիսների ընթացքում ծնվել ընդամենը 80802 երեխա։ Սա վերջին 34 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Իրավիճակը մեկնաբանելով Միլի մեջլիսի падգամավոր Ջեյհուն Մահմեդովը փորձել է խնդիրը ներկայացնել որպես համաշխարհային միտում, պնդելով, թե այն պայմանավորված չէ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակով։ Փաստացի, Ալիևի ռեժիմի ներկայացուցիչները հերթական անգամ փորձում են ժողովրդագրական ճգնաժամը ներկայացնել որպես բնական գործընթաց, շրջանցելով իրական պատճառները՝ սոցիալական անապահովությունը, ապագայի նկատմամբ անվստահությունը, զանգվածային միգրացիան եւ երկրում խորացող սոցիալական ճնշումները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։